այդպես չի լինում։ Սիսիանի ոստիկանության բաժնից Վարդաշեն քրեակատարողական հիմնարկ է տեղափոխվել Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը։ Այս մասին հայտնում է Ազգային ժողովի պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ Աշոտ Մինասյանը մեղադրվում է ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու, փոխադրելու ու պահելու համար։ Նիկոլ Փաշինյանի եւ Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի հանդիպումն այդքան էլ հարթ չի անցել։ Փաշինյանն իր սոցեջերում այդ հանդիպումից միայն 1-2 կարճ հատվածներ է հրապարակել, որտեղ խոսել է հայ ժողովրդի պատմության մասին եւ անդրադարձել կառավարության մեծագույն պարտավորությանը։ Կառավարության ժողովրդի առաջ ստանձնած մեծագույն պարտավորությունը Հայաստանի Հանրապետության եւ տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելն է։ Մեծագույն պարտավորություն։ Մենք այդ մեծագույն պարտավորությունը կատարել ենք։ Ավելի վաղ Փաշինյանը հրաժարվել էր զրուցել Սանկտ Պետերբուրգի հայկական եկեղեցու ծխականների հետ, որոնք պահանջում են դադարեցնել հայ առաքելական եկեղեցու հոգևորականների քաղաքական հետապնդումները, ինչպես նաև բարերար Սամվել Կարապետյանի հետ միասին ազատ արձակել նրանց բանտերից։ Այս հարցերին անդրադարձել են նաև հայ համայնքի ներկայացուցիչները Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ։ Ինչպես հայտնում է հայկական ազգային մշակութային ինքնավարությունը, հանդիպման ներկաների մի մասը խստորեն քննադատել են Փաշինյանի վարած քաղաքականությունը եկեղեցու նկատմամբ եւ նրա աշխատանքը արտաքին քաղաքականության ոլորտում։ Ի նշան բողոքի հավաքվածների մի մասը ելույթներից հետո լքել է հանդիպման դահլիճը։ Հանդիպումը կարելի ասել այդքան էլ տեղի չունեցավ, այս ամեն ինչը ինչ կազմակերպել է այսօր ինքը այստեղ ծածուկ, նորից կրկնեմ, հա, ծածուկ դա պարակտման, հերթական պարակտման վերող իրադարձություն է, առայն որ իրա վարած քաղաքական այդ բանաձևը պարակտիր, որ տիրես, Բրազիլիայի վլաստվոյ պարակտիր ու թագավորի իրա պարագայում, նշելով, որ մենք այսօր Հայաստանում ունենք առկա պրոբլեմներ, դա ռեպրեսիաներն են, դա մեր քաղբանտարկյալներն են, Սամվել Կարապետյանը, սրբազանները, ֆիքսելով այն, որ ինքը մի հրամանով ձև քթեք խանութը փակեք, ձև քթեք Սամվելին փակեք, ձև քթեք եկեղեցականներին փակեք, ձև քտնենք իրան փակենք։ Քաղաքացին էկոնոմիկայի նախարարության շենքի առջև բենզին ու մեթշնամուն խորագրով ակցիա իրականացրել, բենզինով շշի միջից դուրս եկած ցորենի հասկերով։ 3 ադրբեջանական մամուլը տեղեկություն էր տարածել, որ Երևան է գալիս ադրբեջանական ցորենով բեռնված երկրորդ գնացքը։ Բաքվի բանտում պահվող Վագիվ Խաչատրյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, նա շնչառական խնդիրներ սրտի հատվածում ցավեր է ունեցել։ Թերապևտիկ եւ վերակենդանացման գործողությունները որևէ արդյունք չեն տվել եւ Խաչատրյանը տեղափոխվել է պետական հիվանդանոց, հայտարարել է Ադրբեջանի արդարադատության նախարարությունը։ Այլ տեղեկություններ այս պահին հայտնի չեն մեր հայրենակցի վիճակի մասին։ Մի քանի օր առաջ Խաչատրյանը հեռախոսով խոսել էր ընտանիքի անդամների հետ։ Արցախի 69-ամյա բնակչին Ադրբեջանը 15 տարվա ազատազրկման է դատապարտել շինծ ու մեղադրանքով։ Մեր ձևով շարժումը վարչապետի իր թեկնածուի անունը կհրապարակի 2026-ի առաջին ամիսներին, երբ տեղի կունենա նորաստեղծ կուսակցության առաջին համագումարը։ Մեր ձևով շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը ասել է, որ միանշանակ մասնակցելու են խորհրդարանական ընտրություններին, իսկ թեկնածուն կլինի ընդունելի եւ ընկալելի հասարակության կողմից։ Կարապետյանը նաեւ անդրադարձել է վերջին օրերի ամենաթեժ թեմաներից մեկին՝ Ադրբեջանից վառելիք բերելուն։ Նրա հաշվարկով 1.5 միլիոն դոլարի բենզին ներկրելով Հայաստանը մոտ $80,000 ֆինանսավորել է Ադրբեջանի բանակին։ Երբ մենք գնում ենք բենզին, իրենք սոկառը հարկ է տալիս։ Հարկը գնում է բյուջե, գնում է իրենց մոտ նավթային ֆոնդ, նավթային ֆոնդը տալիս է բյուջեն էլ տալիս է բանակին։ Բանակը առնում է տեխնիկա, օգտագործում է հայ զինվորների դեմ, մեր ազգանունով, իմ եւ ձեր։ Արդյոք այդ կարգի վտանգ չկա իրանց, որ մենք ֆինանսավորում ենք իրենց բանակը։ Թուրքիայի փրկարարները հայտնաբերել են Անկարայի մոտակայքում Լիբիայի բանակի գլխավոր շտաբի պետի կործանված ինքնաթիռի բեկորները։ Անկարայից Տրիպոլի ուղևորվող ինքնաթիռը թռիչքից հետո անհետացել է ռադարներից։ Օդանավակայանի մոտակայքում պայթյունի ձայներ են լսվել։ Ավելի վաղ Թուրքիայի իշխանությունները հաստատել էին ինքնաթիռի կործանվելու մասին տարածվող տեղեկությունները։ Ինքնաթիռում եղել էր 5 ուղևոր, այդ թվում լիբիական բանակի գլխավոր շտաբի պետ գեներալ Մոհամմադ Ալի Ահմեդ Ալ-Հադադը։ Նա Թուրքիա է ժամանել պաշտոնական այցով։
Սիրիայի մայրաքաղաք Հալեպում տեղի ունեցած բախումների հետևանքով հայ ընտանիքներից մեկը նյութական վնաս է կրել, տունն է վնասվել։ Այս մասին Սպուտնիկ Արմենիայի հետ զրույցում ասել է Սիրիայի խորհրդարանի նախկին պատգամավոր Մարիա Գաբրիելյանը։ Նա տեղեկացրել է, որ կեսգիշերից հետո իրադարձությունն ամբողջովին խաղաղ է եղել։ Հայ համայնքում տուժածներ չկան, չնայած որ քրդական շրջանները շատ մոտ են մեր շրջաններին։ Ավելի վաղ Հալեբ քաղաքի ծայրամասում բախումներ են տեղի ունեցել սիրիական բանակի եւ քրդամետ սիրիական ժողովրդավարական ուժերի միջև։ Վերջին 60 տարվա ամենաուժեղ երաշտի պատճառով Իրանի հիմնական ջրամբարներից շատերը դատարկվել են։ Երկրի նախագահ Մասուդ Փեզեշքյանը ճգնաժամային է անվանել ջրի ապահովման հետ կապված իրավիճակը, նշելով, որ ջրի քանակը սակավ է հանրապետության բոլոր նահանգներում։ Երկրի մայրաքաղաք Թեհրանում իշխանությունները ստիպված են եղել դիմել գիշերային ջրանջատումների։ Իրանում տեղումների մակարդակը բազմամյա միջին ցուցանիշի համեմատ նվազել է 89%-ով։